Բարձես հարգելի գործընկերներ 66 հարց 4-ը զեկուցվող դեկտեմբերի 11-ին կայացավ կառավարության հերթական նիստը անշարժ գույքի ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը Սևանալջի տնամերձ գոտում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքների, ինչպես նաև առաջիկա քննարկվելիք կարևոր հարցերի մասին զեկուցեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ, բայց ես նաև հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել, եւ ես կխնդրեմ, որ կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում են, որ գույքերը միանշանակ ենթակա են քանդման, եւ որ դեպքում են, որ գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել օրինակ առողջապահության նախարարությանը, կրթության նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, շրջակա միջավայրի նախարարությանը, կրթական, առողջապահական եւ այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար։ Հաջորդը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին հարցներ, որով առաջարկվում էր թվով 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացնել 2 միլիարդ 822 միլիոն դրամ։ Ջրատարների եւ դրենաժների կառուցում, ասֆալտապատում, փողոցների վերանորոգում, գազաֆիկացում, համայնքներում իրականացվող աշխատանքները տարաբնույթ են։ Օգտվելով առիթից նաև կուզեմ նշել, որ չզեկուցվող հարցերով մենք ընդունեցինք ուրեմն 8 համայնքներում հրատապ լուծում պահանջող 8 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 129 միլիոն դրամ է։ Ըստ մարզերի այդ ծրագրերը բաշխված են Արագածոտնի մարզում 3 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 3 ծրագիր, Սյունիքի մարզում 1 ծրագիր, Տավուշի մարզում 1 ծրագիր։ Նախարարը խոսքում նշեց նաև, որ մինչև տարվա վերջ շուրջ 10 միլիարդ դրամի չափով եւս մեկ հատկացման անհրաժեշտություն կառաջանա։ Հարգելի գործընկերներ հաջորդ մեր զեկուցվող հարցը ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցն է։ Քննարկվող մեկ այլ փաթեթով էլ նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ 112 հեռախոսահամարով։ 102911 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Նոր համակարգը կապահովի զանգի պատասխանի միջին ժամանակի կրճատում մինչև 10 վայրկյան, արձագանքի միջին տևողության նվազում մինչև 10 րոպե, ահազանգերի ավելի ճշգրիտ տեղորոշում, ավտոմատ ազդարարման ժամանակակից մեխանիզմների ներդրում։ Համակարգի զարգացման երկրորդ փուլում կիրականացվեն տեխնիկական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Ուզում եմ նշել, որ մենք այսօր էլ գործընկերների հետ ունենք ծրագրային լուծումներ եւ այդ զանգերը փոխանցվում են մեկս մյուսին, մշակվում են եւ ըստ անհրաժեշտության նաեւ համատեղ է իրականացվում կանչերը։ Ուզում եի նշել, որ 103-ը որպես այդպեսին մնալու է եւ մեր առողջապահության նախարարության ենթակայության հանրապետական շտապօգնության ծառայությունը իր օպերացիոն կառավարման կետը ունենալու է, որովհետեւ այն ներառելու է նաեւ վարակիչ հիվանդությունների եւ այլ մասերով նաեւ օպերացիոն կառավարման հնարավորություններ եւ ծրագրային առումով միանշանակ մենք միասնական հարթակի միջոցով կարողանալու ենք տեղեկատվությունները վարքյանների on-line ռեժիմով իրար փոխանցել։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել պետական գույքի օտարման եւ աճուրդների անցկացման գործընթացները կարգավորող իրավական ակտերում, համակարգն առավել թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու նպատակով։ Առաջին հերթին ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ, մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում,
առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար գույքի օտարման գործընթացներին, նաեւ արդեն տնտեսվարողները պոտենցիալ մասնակիցները աճուրների եւ գույքի օտարման գործընթացների հնարավորություն կունենան կանխատեսելիություն ունենալու կառավարության գործողությունների մասով եւ սա կարծում ենք դրականորեն կանադառնա ընդհանուր գործընթացի վրա։ Ինչպես նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, բոլոր որոշումների հիմքում ընկած է ամենաշահեկան գործարքի անցկացումը թե գնորդի, թե պետության համար, որպիսի գնորդը տեղեկացված լինի, թե ինչ է գնում, իսկ պետությունը ստանա դրա ամենաարդար եւ արժանի հատուցումը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։